Քանի այս թեմայից խոսում եք, հիշեցի մի բան էլ։ Մեկը ինձ գրել է Արտուր անունով, Արտուր քո հետ եմ։ Մեկը ինձ գրել է քեզ որ ձերբակալել էին, դրանից հետո քեզ վիրբովկա են արևրացիների դեմ խոսած։ Պատկերացնում եք։ Ու այս հիմարները մեր երկիրը այս օրի են հասցրել։ Այդ խելքով դուք ո՞նց եք ապրում, ժողովուրդ։ Զարմանում եմ, վրոդի որ խոսում ես մարդկանց հետ, վրոդի նորմալ են, բայց հետո գնում են ինտերնետում սենց բաներ են գրում, ուրեմն նորմալ չեն, ժողովուրդ։ Ուրեմն այն ինչ որ մենք իրանց տեսնում ենք փողոցում, մի երկու րոպե small talk են կանում, դա ոնց որ իրանց մոտ իսկուսственный ինտելեկտ է միացրած, իրանք սենց ավտոմատի վրա խոսում են ու գնում են։ Որտեվ ոնց կարա նորմալ մարդը տենց բան ասի։ Во-первых, չի տարբերում ինձ Բելայից։ Բելային էին ձերբակալել Բելարուսիայում։ Ես ուր, Բելարուսյան ուր։ Ուրեմն вообще մեզ ընդհանրապես չի տարբերում։ Լրիվ տարբեր տիպի մարդիկ, տարբեր իդեոլոգիայով, տարբեր հոլովակներով։ Պրոստը գիտի, որ երկու հոգի կան, հոլովակ են անում թուրքերի դեմ։ Հիմա այդ հիման վրա ինքը ինձ խառնել է Բելայի հետ, հերիք չի, ու հետնել որ նորմալ մարդու մտքով կանցնի իմ հոլովակները նայելուց չհասկանա, որ այս աշխարհում չի ծնվել նենց մարդ, որ կարողանա ինձ վիրբովկա անի։ Չկա տենց մարդ, որ ռիսկ կանի, ինձ կգրի, կասի, այս սենց հարց կա, դու պետքա դրա մասին խոսաս, չկա տենց մարդ, մինչև հիմա, այսքան ես ակտիվ եմ եղել, այսքան տարվա մեջ, այս նոր եք դեմքս տեսնում, չէ, բայց ես 20 տարի գրում եմ, ասում եմ, մեկը չկա, որ ռիսկ կանի, ինձ տենց բան առաջարկի, որտեվ հասկանում են, նույն վարկյանին ես իրանց նկարը կդնեմ, իրանց գրածը կդնեմ ու կասեմ, ով տենց հարցերով ասպաղվում։ Ես ոչ էլ փողի կարիք ունեմ, այդ ես կարամ ձեզ փող տամ, դուք ընգնեք ոտերիս տակ։ Ինձ ոչ կարան իդեոլոգիաս փոխեն, ոչ կարան փողով, անգամ եթե ես սոված լինեմ, անգամ եթե երեխեքս սոված լինեն, ու դուք ինձ միլիոն առաջարկեք, ես երբեք չեմ դավաճանի ինքս ինձ, որովհետև մարդիկ կան Նժդեի նման, մարդիկ կան Անդրանիկ Փաշայի նման, մարդիկ կան Փարանձեմ Թաքուհու նման, մարդիկ կան Այցեմնիկի նման, մարդիկ կան Սոսե Մայրիկի նման, հասկանում եք։ Իմ կոսմոսը իմ համար Նժդեից հետո Մարտիրոս Կավուկյանն է։ Եթե ես իրա նման մարդու հետ իմ մտքերով խոսում եմ, եթե ես հոլովակ սարքելուց, իրա թեմաներից խոսալուց իրան ասում եմ, որ հանգիստ ննջի, ես քո աշխատանքը շարունակում եմ, դուք միլիոններ դնեք իմ ոտի առաջ, ես չեմ էլ նկատի, անգամ եթե երեխես սոված լինի, ես չեմ նկատի այդ գումարը, որտև ես իմ մտքում Մարտիրոս Կավուկյանի հետ եմ խոսում։ Դուք ձեզանով մի մտածեք ուրիշ մարդկանց մասին, մի դատեք ուրիշ մարդկանց մասին, ձեզանով։ Ուրեմն ես կարամ ձեզ գումար տամ ու առնեմ, այսպես ցուցիկի նման կգաք, իսկ այդ գումարը իմ ամուսինս ունի ձեր համար։ Ամեն ինչը փողով եք որոշում, ամեն ինչը ձեր համար փող է, զզվելի եք։ Պրիչում դու գիտեք, հոգեբանությունով դա պրոյեկցիա է։ Դուք մտածում եք փողի մասին, որովհետև իրոք ես կարամ այսօր ձեզ նամակ գրեմ ու ասեմ, այս սենց post դիր, այս սենց comment դրի, այս գումարը քեզ տալիս եմ։ Դրա համար դուք մտածում եք բոլորն են տենց։ Ինչի այսքան ժամանակ ես հոլովակներ եմ անում, ոչ մի անգամ ոչ մեկի մասին չեմ արել հոլովակ, որ այ ինքը ծախված է, ինքը փողով է, ինքը վիրբովկա է, էդի մտքով չի անցնում։ Ես չեմ մտածում դրա մասին, որտեվ իմ մեջ դա չկա, ես չեմ պատկերացնում։ Դրա համար չեմ մտածում, ուղղակի չեմ մտածում։ Դուք գրում եք, ես տեսնում եմ, անցնում եմ առաջ։
ինքս չեմ մտածում ու չեմ անում հոլովակ, որովհետև իմ թեման չի, ես չեմ զգում տենց, էմոցիոնալ ես տենց չեմ զգում, բայց, ստեղ էլ ասեմ, made in Armenia, շատ սիրուն է, ես հոլովակ եմ անում, այս ծակի մեջ եմ նայում, որ ձեր աչքերի մեջ նայեմ, պետք է այս ծակին նայեմ, представляете, ինչքան դժվար է, դա, ինչքան հեշտ չի ու ինչքան неприятный է, ինչք անդուր բան է, ինքդ քեզ չես նայում, ուրիշ տեղ չես նայում, ես ծակի մեջ ես նայում, բայց ինձ եմ չի ուզում նայում, ես ինձանից հաճույք եմ ստանում, ինձ ուզում եմ նայեմ ու մատանին նայում եմ ու տեսնում եմ ու շեղվում եմ, բա, ու հիմա ամուսինս իմ համար էլի է բան արել, ես էլի եմ պասիլկա սպասում, նենց որ նախանձները թող տրաքեն, որտեղ դուք դրանից տրաքում եք, իսկ նորմալ ադեկվատ մարդիկ ուրախանում են, իմանալով, որ ես ռեկլամում եմ մեր Հայաստանը, շատ սիրուն է տնաշենը, в общем, դուք վիրբովկաներ, լավ այդ բառը սովորել եք, դուք ինձ ձեր հետ չհամեմատեք, մենք շատ տարբեր ենք,